Բժիշկ ինչ եղանակով են ախտորոշվում աղեստամոքսային համակարգի հիվանդությունները եւ եթե չեմ սխալվում, քանի որ այդ ախտորոշման եղանակները հաճելի չեն, իհարկե երևի բոլոր ախտորոշման եղանակները առանձնապես հաճելի չեն, բայց այս դեպքում մարդիկ հաճախ տարեցմարտիկ խուսափում են նաև դրա համար դիմել բժշկի։ Եղանակները նշեք եւ արդյոք այդ տեսակի, այսինքն հոգեբանական խնդիրի չցանկանալը նաև պատճառ է բժշկի չդիմելու եւ կյանքը անհարմար կյանքով ապրելու համար։ Այո, դա շատ արդիական հարց է, մեր առօրյա պրակտիկայում շատ հաճախ ենք բախվում այս հարցին։ Հետազոտությունների մեթոդների միջև երիտասարդների եւ ծերերի մոտ որևէ առանձնահատկություն չկա, այսինքն նույնն է։ Այո, գուցե ինչ որ իրավիճակում դրան կարելի է բնորոշել ոչ այդքան հաճելի, բայց ասեմ ձեզ, երբ էնդոսկոպիկ հետազոտությունները, գաստրոսկոպիան ժողովրդի լեզվով ասած զոնդ կուլ տալը, կոլոնոսկոպիան կամ այդ զոնդով աղիք նայելը, այսպես եթե պատկերացնենք, գուցե դրանք տհաճ են, ցավոտ են, բայց ժամանակակից կլինիկաների մեծ մասում դրանք անում են ազգայացման պայմաններում, այսինքն քնեցնում ենք պացիենտին, ընդ որում այդ դեղերը, որոնք օգտագործվում են, դրանք շատ անվտանգ, շատ լավ դեղեր են, մարդիկ երբեմն վախենում են, ասում են, ես մեծ եմ, տարիքով եմ կամ հարազատներն են ավելի շատ անհանգստանում, այդ նարկոզը որ տալիս է, կարող է հետո խնդիր առաջանալ, բայց այդպես չի, այդ դեղորայքը, որը որ օգտագործվում է այդ պարագայում, համարվում են անվտանգ ծերերի համար եւ քնեցնելու պայմաններում հետազոտվում են, այսինքն մարդը քնում է, ոչինչ չի զգում եւ շատ հաճախ, երևի թե դեպքերի 90%-ից ավելին, այսպես ինքնահռչակ հաճախականություն եմ ասում, բայց հաստատ շատ մեծ է տոկոսը, նրանք շատ ուրախ գալիս են, վայ, ես ինչ լավ էր, ես ինչ լավ քնեցի, վաղուց այսպես չէի քնել, խորը անուշ քունել, անքնության դեմել է ստացվում նաև անքնության դեմել է։ Մակերեսային իրենց քունը դառնում է խորը, այդպես հաճելի քուն։ Այսինքն հետազոտության մեթոդների միջև առանձնահատկություն չկա։ Շատ հաճախ տրվող հարցերից 80 տարեկան է, իրեն ոնց նարկոզ տալ, զոնդով աղիքը նայել, որևէ հակացություն չկա։ Տարիքը երբեք հետազոտությունների համար հակացություն չի հանդիսանում։ Այսինքն դիտարկում ենք այնպես, ինչպես դիտարկում ենք ցանկացած տարիքի, ինչպես դիտարկում ենք 35-40 տարեկան պացիենտին։ Եթե չկա հակացություն հետազոտության համար, հետազոտությունը հանգիստ կարող ենք իրականացնել։ Ընդ որում, առավել եւս ծերերի մոտ ավելի բարձր է, ինչպես արդեն նշեցի, օրինակ հաստաղեքի քաղցկեղի ռիսկը։ Այսինքն, եթե գալիս է երիտասարդ պացիենտ, որը գանգատվում է փոշկապությունից կամ լուծից, դիտարկենք, եթե կարող ենք իրեն ինչ-որ միտեղ մտածել, որ այն իմ ասած ֆունկցիոնալ հիվանդություններից է, երևի թե ոչինչ էլ չեմ գտնի, հետաձգեմ հետազոտությունը եւ այլն, այս պարագայում ընդհակառակը։ Մենք արդեն համարում ենք, որ մենք մեկ ռիսկի գործոն ունենք, դա պացիենտի տարիքն է եւ մի քայլ պետք է ավելի առաջ մտածել եւ գնալ հետազոտությունների ճանապարհով, քան թե չանել հետազոտություն, որովհետև 80 տարեկան է կամ ավելի ծեր է, նման բան չկա, այսինքն հետազոտությունները հանգիստ կարող ենք իրականացնել։ Իհարկե կան իրավիճակներ, երբ պարտադիր չի կատարել գաստրոսկոպիա կամ կոլոնոսկոպիա, այդ իմ ասած հետազոտությունները, օրինակ լյարդի պարագայում կամ լեղապարկի պարագայում կարելի է անել որովայնի օրգանների սոնոգրաֆիա, որը դարձյալ ինֆորմատիվ է, սակայն այդ մեթոդով, օրինակ աղիք, ստամոքս քիչ ինֆորմատիվ են, չեն կարող հետազոտել։ Եվ այրան անալիզներ, եթե օրինակ վահանագեղձի խնդիր են կասկածում, որ հետ կարող են կապել փորկապությունը, կարող է նաև այդպիսի ճանապարհով լինել։ Ձեր խոսքում դուք առանձնակի անդրադարձաք լյարդի գործոնին, լյարդի գործունեությանը, շատ է պատահում համացանցում տարեցնել հետևում են ինչպես մաքրել լյարդը, այս մեթոդով, այն մեթոդով։ Շատ ցավոտ թեմա։ Խնդրում եմ, որ կոնկրետ անդրադառնանք, թե արդյոք պետք է լյարդը մաքրել, թե ոչ եւ ինչ միջոցներով մաքրել այն եւ լյարդի ֆունկցիայի մասին։ Այո, լյարդը ոչ միայն մաքրել պետք չէ, լյարդը ինքն է մաքրում մեր օրգանիզմը աղիներից եկած եւ տարբեր տեղերից եկած այստեղ տարբեր տոքսիններից, այսինքն լյարդը ինքը մաքրող է եւ ընդհանրապես մենք չունենք որևէ օրգան, որը պետք է մաքրել։ Նաեւ նույն տրամաբանությամբ մենք շատ հաճախ ենք լսում աղիների մաքրում, աղիների լվացում արեցի, դարձյալ չի կարելի, նման բան չկա, նման ցուցում չկա։ Լյարդը մաքրել հասկացություն եւ բայց ցավոք սրտի այդ լյարդը մաքրող միջոցները, որոնք օգտագործվում են, դրանք շատ հաճախ բուսական անհայտ ծագման միջոցներ են, որոնք խորհուրդ չի տրվում չարաշահել, որովհետև դրանք գոյություն ունի լյարդի, այսպես ասված, լյարդի հերբալ ասոցացված, բուսական ասոցացված
տոքսիկ ախտահարում։ Դա կարող է լինել օրինակ ինչ-որ մի բուսական նյութի չարաշահումից, որը նրանք օգտագործում են, այսպես ասած, մաքրելու համար։ Այսինքն ֆիքսում ենք, որ լյարդը մաքրել հասկացություն գոյություն չունի, դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ սրանով այս մասով կարծես թե պատասխանեցինք։ Մյուսը լյարդի հետ կապված։ Լյարդը համարվում է համեմատաբար լուռ օրգան։ Այ օրինակ բերանի խոռոչի դեպքում, ստամոքսի աղիքի դեպքում գանգատներ ասեցինք։ Լյարդի դեպքում մարդը կարող է ընդհանրապես գանգատ չունենալ, բայց ունենալ լյարդի լուրջ հիվանդություն։ Կան մի քանի հիվանդություններ, որոնց կանխատեսումը, այսպես ասած, պրոգնոզը ծերունական տարիքում ավելի վատանում է։ Դա լյարդի ալկոհոլային ախտահարումն է, այ շատ հաճախ ենք լսում մեր պապիկների դեպքում, հատկապես գյուղերում ապրող, ամեն երեկո իր սարքած տնական մաքուր օղուց մի բաժակ խմում է, այսպես առողջ, լավ քնում է, ուղեղը լավ է աշխատում, այդպիսի բան չկա, ճիշտ հակառակը խորհուրդ չի տրվում, եւ չկա ալկոհոլի անվտանգ չափաբաժին, այդպիսի եզրույթ բժշկության մեջ չկա։ Իդեպ, երբ սննդաբանը մեր եթերում այս արտահայտությունն ասեց եւ մենք սոցցանցերում տարածեցինք, մարդիկ ընդվզեցին, որ բժիշկները չգիտեն, այնուամենայնիվ մի բաժակ օղին ավելի օգտակար է լյարդի համար եւ ընդհանրապես խնդրում եմ կրկին հաստատեք, որ ալկոհոլի օգտակար բաժին չկա։ Իհարկե չկա։ Եվ տեսակ էլ չկա։ Այո, չկա, ոչ տեսակ, ոչ բաժին չկա։ Չեն կարող ասել, որ կատեգորիկ հակացուցված է, չեն կարող նման բան ասել, բայց հավանականությունը, որ ռիսկերը, կողմնակի ազդեցությունները դրա ավելի շուտ մենք կտեսնենք ծերունական տարիքում, միանշանակ ավելի բարձր է։ Այո, ձեր ասածը զարմանալի չի, պատկերացրեք, դա մեր ամենօրյա աշխատանքն է։ Եվ նույնիսկ երբ որ ախտորոշում ենք պացիենտի մոտ լյարդի ցիրոզ, որի պատճառը իր չարաշահած ալկոհոլն է, նրանք այդտեղ էլ են այսպես ընդդիմանում են, բայց ինքը շատ չի խմել եւ նույնիսկ հարազատները կինը հաճախ շատ չի խմել է մի բաժակ օրը, 2 բաժակ տնական օղի, մաքուր, իր սարքած օղին տնական, մի հատ նախաճաշին, մի հատ ընթրիկին, ինչ կա դրա մեջ տոքսիկ եւ այո, այդ խոչընդոտը կա բացատրելու, որ դա չի կարելի եւ թույլատրելի ցանկալի բուժիչ ալկոհոլ գոյություն չունի։ Նույնը նաև խոցի պարագայում է, խոցը բուժում են տնական օղիով, ինչ որ տարբեր բաներ են լցնում մեջը, դա իհարկե մեր դարձյալ հաճախ դիտվող պայքարներից է, որ չի կարելի։ Լյարդի դեպքում, եթե գանգատ է առաջանում, դա կարող է լինել դեղնուկը, դեղնություն, մաշկի դեղնություն, աչքերի սպիտակների դեղնություն, մեզի գույնի մքացում, եթե նման գանգատներ է դիտվում, դա միանշանակ կապված է լյարդի հետ եւ պետք է անպայման դիմել լյարդաբանի։ Այս պարագայում ընդհանրապես, եթե լուծիի փոշկապության դեպքում ինչ-որ այսպես խնդիրներ ենք տալիս, դեղնուկի հայտ գալու դեպքում, երբ մարդը տեսնում է, որ աչքերի մեջի սպիտակները դեղնել են, ոչինչ անել չի կարելի եւ պետք է դիմել բժշկի։ Եվ հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն լյարդի, արդեն ունեն լյարդի ալկոհոլային ախտահարում, ունեն լյարդի այսպես մետաբոլիկ ասոցիացված ախտահարում, շաքարային դիաբետ ունեն, բարձր խոլեստերին եւ այլն, եւ հեպատիտ C, այս խմբի մարդիկ, նրանք հատկապես ծերունական տարիքում պետք է մշտապես գտնվել լյարդաբանի հսկողության տակ, որովհետեւ բարդությունների ռիսկը ավելի բարձրանում է տարիքի հետ։ Մյուս հիվանդությունների դեպքում իհարկե եւս, բայց հատկապես այս 3-ը, նրանք ովքեր ունեն այս հիվանդությունները, պետք է լինեն շատ ուշադիր եւ հետեւողական։